Դուք որքանով եք համակարծիք հնչողային տեսակետների հետ, որ այնուամենայնիվ հայկական կինոարտադրությունը որոշակի առումով նման է հայկական ֆուտբոլին, ուստի չի զարգանում, եւ այնուամենայնիվ ինչ խնդիրներ կան, այսօր հայկական կինոարտադրության կինոյի հիմքում ընկած եւ որքանով են սերիալները այդ խնդիրը ավելի խորացնում հաշվի առնելով, որ ինքը արտադրանքը գնում է հեռուստատեսության եւ մեծ տեղ են տալիս սերիալներին, որը ինչպես է ընդունված է ասել, ավելի շատ դեգրադացնում է հասարակությանը եւ այնուամենայնիվ որքանով է հավանական համարում, որ օրերից մի օր հայկական կինոն նորից կնոմինացնի Կաննի միջազգային փառատոնում, որտեղ վերջին անգամ մոտ 1 դար առաջ է տեղի ունեցել։ Դուք կուզում Համեցեք մասնագիտական մասին, հետո այո, շնորհակալություն, շատ կարևոր, շատ լավ հարց եք տալիս, բայց գիտեք, արեք անկեղծ լինենք, ճիշտ իրար աչքերի մեջ նայենք, հենց սկզբից որոշել ենք, որ անկեղծ ենք խոսելու, մի հատ շատ լավ խոսք կա, կարծեմ պատկանում է Չերչիլին, ասում է, եթե փորձել եք բոլոր տարբերակները եւ անհաջողություն եք գրանցել բոլոր տարբերակներում քաղաքականության մեջ, ասեք ճիշտը։ Այսինքն դա վերջինն է, ասեք ճիշտը, հաջողություն կունենաք։ Դրա համար արեք անկեղծ լինենք, իսկ բացի ֆուտբոլից եւ կինոյից դուք գիտեք մի ոլորտ, որ մենք հաջողել ենք։ Դրա համար, այո, ես էլ եմ այդ զուգահեռը տարել, հենց պարոն Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ ասել եմ, որևէ A կարգի բարձրակարգ փառատոնում, ինչպես Կաննը, Վենետիկը, ինչպես Լոկարնոն, ինչպես Բերլինը, հայկական ֆիլմի ներկայությունը, դա նույնն է, որ Հայաստանի հավաքականը ֆուտբոլի մասնակցի Եվրոպայի առաջնությանը եւ դա հիմա թվում է ցնորալի, բայց 73 թվականին Երևանի Արարատը այստեղ հաղթել է Մյունխենի Բավարիային Երևանում եւ 65 թվականին Ֆրունզե Դովլաթյանի Բարև ես եմ ֆիլմը եղել է Կաննի մրցույթում, այսինքն եթե դուք ունեք նախադեպեր, դուք կարող եք կրկնել դրանք, եթե դուք ունենաք այո բավարար չափով ձեր թիկունքում կանգնած մասնավոր սեկտորը եւ իհարկե պետությունը, առանց պետության անհնար է կինոն առաջ տանել, հատկապես փոքր երկրներում։ Եթե պետությունը չունի բավարար ռեսուրսներ եւ մենք անընդհատ չենք կարող իրան ասել աջակցի կինոյին, գոնե պետությունը պարտավոր է մեր պարտադրանքով, մասնագետների պարտադրանքով բարենպաստ դաշտ ստեղծի, որպեսզի ներդրողները ունենան դրական արձագանք կինոյում ներդրում անելու համար։ Բոլորս արդեն գիտենք, որ դա շահութաբեր ոլորտ չի այս պահին։ Դրա համար պետք է բարենպաստ պայմաններ ստեղծել եւ ստեղել ենք մենք աշխատելու, որ ներդրողների համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն կինոյում եւ հաջող ֆիլմեր ցույց տալով եւ բարենպաստ դաշտ ստեղծելով։ Եվ մենք հեծանիվ չենք հորինում, բոլոր երկրները այդպես են արել։ Ռուսաստանը, հիմա մեր այսպես ասած արևելյան հարևանը ամբողջովին հանել է հարկերը կինոյից։ Ներդրողների համար ամբողջովին հանել է հարկերը եւ պատկերացրեք ինչ ներդրումներ կլինեն կինոյում։ Այո, մենք ունենք գլխավոր հովանավոր Կաննի կինոշուկայի համար մենք ունենք համագործակցության նորշագիր, սա ամենակարևոր բաներից մեկն է։ Հիմա մենք պետքա պետությանը համոզենք, պետության հետ բանակցենք, որպեսզի պետությունը գնա ընդառաջ կինոյին արդեն, որպեսզի կարողանանք բոլորով միասին դուրս գալ։ Ես նաև կուզեի սերիալների հետ կապված։ Գիտեք, ես այն մարդն եմ, որ ամենասկզբից բավական կոշտ է արտահայտվել վատ աուդիովիզուալ արտադրանքի մասին, որովհետև դա ունենում է շատ ծանր հետևանքներ հասարակության համար։ Ես էլի եմ ասել, կան սերիալներ, կան սիտկոմներ, որոնց մեջից ցիտատներ են բերում հանրապետության ամենաառաջին մարդիկ եւ սա շատ վատ խորհրդարանական ամբիոնից ցիտատներ են անում սերիալների եւ սիտկոմների, ինչը ուղղակի չի կարելի, դուք ձեր երեխաներին պետք է թույլ չտաք դա նայելը, որպեսզի նրանց նոր ձևավորող ուղեղները հանկարծ չընկալեն, որ այդպիսին պետք է լինեն շփումները, փոխհարաբերությունները։ Սա ամենավատ բանն է, դուք չէ, կարծեմ Տիկին Տնոյանը հիշեց մեր հարևանների մասին։ Այ մեր մյուս հարևանը, որի էլի չենք ուզում որակում ունենանք, բայց Թուրքիան ամբողջովին աշխարհին պարտադրում է Թուրքիայի իմիջը դրական բացառապես սերիալների միջոցով։ Գիտեք, թուրքական կառավարությունը մինչև 30% ֆինանսավորում է բոլոր թուրքական սերիալները դնելով շատ կարծր պահանջներ։ Ոչ մի տգեղ թուրք դերասան պետքա չխաղա սերիալում, ոչ մի գրեհիկ արտահայտություն պիտի չլինի, ոչ մի ընտանեկան բռնություն պետքա չլինի սերիալներում, ոչ մի կեղտոտ փողոցային տեսարան պետքա չլինի սերիալներում։ Այս ամեն ինչը նայելուց հետո մարդիկ ուղղակի ապշում են, ասում են, «Էս ինչ դրախտային երկիր է, գնանք տեսնենք»։ Մենք անում ենք ուղիղ դրա հակառակը։
ուղիղ դրա հակառակը։ Բարեբախտաբար այդ սերիալները չունեն ելք դեպի աշխարհ, թե չէ մեր, այսինքն ոչ թե աուդիովիզուալ դաշտը ոչ թե նպաստում է Հայաստանի դրական իմիջին, այլ հակառակը անում է ամեն ինչ, որ ասեն, ես ինչ է նայելը։ Այս էլի կոշտ, գիտեք, ես այդպիսին է կինոն միշտ սադրիչ է, բայց ես էլի ասեմ, ես վերջերս հայ հասարակությունը շատ երկակի վերաբերմունքներ դրսևորեց անորաֆիլմի հանդեպ, որ օսկարակիր էր։ Մի մասը ասում են, որ ինչ լավ է մեր դերասանները ստացել են մրցանակ, եւ ես համաձայն եմ դրա հետ, շատ լավ է, մեր դերասանները ստացել են Օսկար եւ իրանք, այսինքն ֆիլմը, որը մասնակցել են ոչ թե դերասանները, բայց Հոլիվուդը մի տարածք է, որը պարտադրում է աշխարհին վերաբերմունք, կարծրատիպ էր եւ այդ ֆիլմի մեջ հայերը ներկայացված են շատ վատ, որպես կանոն կինոյում, եթե դուք որևէ ազգի ներկայացուցիչ ներկայացնում եք վատ, էթիկայից ելնելով դուք մեկ այլ հերոսի եք ներկայացնում, որը լավն է, որպեսզի տպավորություն չստեղծի, որ դուք մի ազգի եք թիրախավորել, այլ տպավորություն ստեղծի, որ դուք մի պերսոնի եք, մի կերպարի եք թիրախավորել։ Եվ սա է, այո, սա աուդիովիզուալ դաշտի համար եւ կինեմատոգրաֆի համար սա շատ կարեւոր խնդիր է եւ պետությունը պիտի դրանով եւ հեռուստատեսության հանձնաժողովը պետքա դրանով այդ այո մասնավոր ընկերություններին չի կարելի պարտադրել, բայց կարելի է ոնց որ ասում են ռուսները պրյանիկի եւ բանի միջոցով, բլիթի եւ մտրակի միջոցով ասել այո մենք ֆինանսավորենք սերիալներ, բայց այդ սերիալներում պետքա լինի աշխատասեր հայի կերպար, դրական հայի կերպար, հաղթող հայի կերպար, կյանքի համար մարտնչող հայի կերպար։